Ճանապարհորդությունները իմ կյանքի մի մասնիկն է, ես չեմ պատկերացնում ինձ չճամփորդելուց։ Որևիցե travel fail-եր կա, որ հիմա կհիշես ու այդ ժամանակ համար կատաստրոֆիկ էր, բայց կհիշես հիմա ու կտիծեղած կսես ինչի մասին էի մտածում։ Ու ինձ sense ստիպում ակնից վեր կաց հասել ենք պիտի իջնենք sense ես զորտել եմ չեմ ջոկում ինչա կատարվում ու լուսադեմա դու չես հասկանում պատուած են կողմ ինչա ասում լավ երևի ճիշտ ասում ամփոփ վերցրեցինք իջանք բոլորի խանգարելը վառնացնելը Չել ենք զգում ենք ինչ-որ չոլի մեջ տեղումս են Ոչ մի Բարսելոնա էլ չկար։ Մեջ կանգնած ենք, ասում ես ու ենք։ Դες պատմում ես, որ դու տարբեր հիշողություններ ես ունեցել։ Օրինակ, եթե հնարավորություն քեզ տրվել, մի հատ վատ հիշողություն ջնջվեր քո կյանքից, բայց դրա հետ մեկտեղ մի հատ լավ հիշողություն է կջնջվեր, կհամաձայնվեր այդ պայմանին։ Ես սիրում եմ իմ կյանքում անցած յուրաքանչյուր փուլը, եթե հատկապես դա կախված է ճամփորդության հետ։ Ճանապարհորդությունները փոխել են քո բնավորությունը։ Իմ համար տունը հանգստություն, դա մի հատ ընդհանրություն է։ Ես իմ տուն գնում եմ, որ հանգստանամ, փախնեմ աշխարհից։ Ես չեմ կարող իմ կյանքը կիսել մի մարդու հետ, ում հետ կունենամ տոքսիկ կամ լարված հարաբերություններ։ Ամեն մի քաղաք, ամեն մի ճանապարհորդություն եւ թռիչք իր պատմություն ունի։ Իսկ այսօրվա մեր պատմության հերոսը մեր հյուրն է, որը լինելով բեմի թագուհի օժտված է ուժեղ եւ կանացի էներգիայով։ Ողջույն սիրելիներս, ովքեր մեզ նոր են միացել, հիշեցնեմ, որ ես Լիանան եմ, ձեր հավատարիմ ճամփորդական ընկերը։ Իսկ դուք հարմար նստեք, բաժանորդագրվեք ալիքին, որովհետեւ դուք ունենալ եք շատ հետաքրքիր զրույց։ Կարջան, ողջույն։ Ողջույն ջան։ Կարինա Արուստամյան, երգչուհի։ Ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես միշտ դիտելով ոդքասթներ մտածում եի իմ հերթը գալու է։ Իմ հերթը ասա։ Ուրախ եմ այսօր այստեղ լինել։ Կար դու շատ ես ճանապարհորդում, իհարկե դու պետք է լինեիր նաև մեր հյուրը։ Եվ առաջի հարցը, եթե քո բեմական կյանքը քարտեզ լիներ, որը կլիներ քո զգացմունքների մայրաքաղաքը։ Լաս Վեգասը։ Ինչու։ Լաս Վեգասում ես շատ կենթանի եմ ինձ զգում որպես արտիստ։ Երևի միակ քաղաքն է այս աշխարհում, ես շատ եմ սիրում ճամփորդել ու եղել եմ աշխարհի բազմաթիվ կետերում, բայց որպես երգչուհի ես ինձ շատ երասկոտ ու ակտիվ զգացի Վեգասում, որովհետև սկսեցի երազել արդեն իմ պաստառներն այնտեղ տեսնելու մասին, որովհետև Վեգասը տենց կախարդական քաղաք է։ Եթե հատկապես դու ունես կապ արվեստի շոուների ամեն ինչի հետ, դու միանգամից այդտեղ հայտնվում ես sense քո ջրերի մեջ ու ես անսահման եմ սիրել Վեգասը ու միանգամից ինձ պատկերացրել եմ այնտեղ։ Իսկ որ շոուն է քեզ ամենաշատը տպավորվել Վեգասում կհիշես։ Չհասցրեցի շատ շոուների ներկա լինեմ, բայց ներկա եղա Օշոուն, Cirque du Soleil, ուղղակի արտասվում։ Լավագույններից մեկն է, ճիշտ է։ Տեղում վայելել եմ, լացել եմ, ապրել եմ, sense շատ սիրուն շոու էր, բայց չեմ հասցրել իհարկե լինեմ համերգային տարբերակով, ես ինքս ինձ խոստացել եմ, որ մյուս անգամ անպայման սֆերում պետք է ինչ-որ համերգի գնամ ու եթե ստացվի հենց լինեմ Backstreet Boys-ի համերգին, ովքեր որ իմ ֆավորիտն են եղել փոքր տարիքում, անպայման պետք է լինեմ, որ մի հատ այդ շունչը ես զգամ, վերցնեմ, վերադառնամ։ Շատ լավ։ Իսկ որ դու ճանապարհորդում ես, այ քո պատմածից ավելի շատ հասկացա, որ քեզ ոգևորում են մարդիկ կամ միգուցե մշակույթն է ոգևորում, բնություն։ Ինչից ես ամենաշատը ոգևորություն ստանում։ Ջուրը։ Եթե ես մեկնում եմ հանգստի, ապա առաջի պայմանը պետք է լինել ջրին մոտ։ Եթե ես որոշում եմ, որ ես ուզում եմ լինել տուրիստ բառից բուն իմաստով, ուրեմն ընտրում եմ որևէ քաղաք, որովհետև ինձ նաև շատ գրավում է մշակույթը, ճարտարապետությունը ու սնունդը։ Ես շատ գուրման եմ ու առաջի բանը, որ ինձ գերում է յուրաքանչյուր երկիր գնալուց, դա իրենց ազգային ուտեստները փորձելն է։ Այո։ Իսկ այն նենց երկրի խոհանոց, որ փորձել ես, ասել ես, օֆ, սենց համով ուտելիք ոչ միտեղ չեմ փորձել։ Այո, ես շատ սիրում եմ արաբական երկրներում մշակույթը, Հորդանան, Լիբանան, շատ համեղ է, իրենց մոտ ուրիշ sense մի հատ շունչ կա, նույնը օրինակ չեմ կարող ասել Դուբայ, Կատար, որտեղ ամեն բան մի տեսակ արհեստական ոնց որ լինի, բայց Հորդանանում, Լիբանանում անմահական է սնունդը, դրա համար մի տեսակ իմ հոգուն շատ մոտ արաբական երկրների սնունդն է։ Այս տվյալ երկրների ավելի ճիշտ, իսկ Հորդանանում ես հասցրել եմ բոլոր ազգային ուտեստները փորձեմ ու անկեղծ եմ ասում,
շատ կարոտում եմ ինչպես։ Հետաքրքիր հորդանանում Համը։ եղել եմ, բայց ուտելիքից տպավորված չեմ։ Որովհետև Մյուս ես անգամ եղել եմ հյուր կայացել եմ։ ընտանիքի ու ինձ Ահա, համար տանկինը, որ ինձ հասկացա։ աղջկապես ընդունեց, ամեն երեկո պատրաստում էր, ինձ չեն թողել ես ռեստորանում սնվեմ, ոչ մի դեպքում ասում էին դու պետքա տնական ուտես, մեր ձեռքի պատրաստած է, ամեն օր մի բան պատրաստել են ու ֆանտաստիկ էր ուղղակի։ Մյուս անգամ կփորձեմ Այո, բայց հենց անպայման տեղացու ինչ-որ ընտանիքի այո, հյուր տեղացու գնալով։ պատրաստածը։ Իսկ ինչ ես կարծում, ճանապարհորդությունները փոխել են քո բնավորությունը։ Իսկ եթե փոխել են, ինչ գծեր ես զգում, որ փոխվել է կամ ինչ նոր գծեր կա, որ չես ունեցել, իսկ հիմա ունես արդեն։ Ճանապարհորդությունները իմ կյանքի մի մասնիկն է, ես չեմ պատկերացնում ինձ չճամփորդելուց, որովհետև ես ինչ հիշում եմ ինձ ծնված օրվանից, ես շատ եմ ճամփորդել, իմ ծնողները անընդհատ աշխատանքի բերումով տարբեր վայրերում են աշխատել, հայրիկս ու մենք բնակվել ենք տարբեր երկրներում, ես իմ մանկությունը անցկացրել եմ Հունաստանում, իմ համար նույն կետում մնալը դա մի քիչ sense դեպրեսիայի բուն է։ Ես գոնե տարվա մեջ մի քանի անգամ պետքա ճամփորդեմ։ Իսկ առաջ, երբ որ ես ընտանիք չունեի ու մենակ էի, հենց գումե մի քիչ իմ տրամադրությունը ընկնում է, մի անգամից տոմս էի առնում ու փախնում էի այստեղից, որովհետև դա միակ բանն է, որ կարա ինձ մոտիվացնի, մի հատ sense լիցքաթափվեմ, վերադառնամ նոր շնչով ու ավելի պրոդուկտիվ։ Առանց ճամփորդելու չեմ պատկերացնում, մեր ամբողջ սառնարանը մագնիսներով է պատված, ով գալիս է մեր տուն, առաջինը նկատում է դա, որովհետև դա իմ ճամփորդությունների հիշողություններն են, նաև եթե ես ինչ-որ տեղ չեմ գնում, ինչ-որ ծանոթ մարդ է գնում, խնդրում եմ ինձ բերի մագնիս, որտեղ մագնիսը ինձ համար ունի կախարդական ուժ, եթե ես դա ստացա, ես անպայման գնալու եմ այդտեղ հանգստանալու կամ այդ տվյալ երկիրը բացահայտելու։ Դրա համար ինձ փոխել է նաև այն առումով, որ մեր տան մեջ արդեն ինտերնացիոնալ մշակույթի շունչ կա։ Ամեն ինչը ինչ որ տեղից է բերված։ Ոչ մի բանը մենք նույն տեղից չենք գնում։ Այս երկրից սա ունեմ, այս երկրից սա ունեմ, սովորում եմ մշակույթը թե սնունդի հետ կապված, թե մատուցման հետ կապված ու բախտս բերել է, որ ամուսինս էլ է այնպես ու մենք անսահման սիրում ենք ճամփորդել, սովորել, կատարելագործվել, լավ բաները վերցնել ու տենց հարուստ ներաշխարհով վերադառնալ տուն։ Ավելի աչքաբաց ես դառնում, կարծում եմ, ու ճաշակդ Աշխարհը հայացքն է փոխվում։ ամեն ինչն է փոխվում, կարծում եմ։ Այսինքն լավ բնավորության լավ գծեր ես քեզ մոտ։ Միանշանակ, ես նույնիսկ բոլորը զարմացել են, որ ես լինելով հղի մեծ արդեն սրոկում ճամփորդեցի։ Բոլորն ասում էին դու ո՞նց ես տենց ռիսկի դիմել, երևի դա նրանից է, որ ես ինձ երջանիկ եմ զգում ճամփորդելիս։ Իսկ հիմա հղի մամաներ են մեզ դիտելու։ Ինչ ես կարծում, ինչ որ խորհուրդ կտաս, ոնց հղի այտենց այն էլ մեծ ոնց որ արդեն որ պետք է ունենաս այդ ժամանակ ճանապարհորդես, ինչ էիր վերցրել քեզ հետ կամ ինչ հետաքրքիր խորհուրդ կտաս, որ օգտակար կլինի նրանց համար։ Նախ վստահեք ձեր բժշկին, որովհետև բժիշկը եթե լավն է տալիս է ճիշտ ուղղություն, ես ճամփորդել եմ բավականին երկար, գրեթե 20 ժամ, ու ոչ մի գրամ լարվածություն ինձ մոտ չի եղել, որտեվ իմ բժիշկը ֆանտաստիկ բժիշկ էր ու ինձ ճիշտ ուղղորդել էր, արդեն ճիշտ անալիզներն էի հանձնել, որտեվ ես ոչ մի տեսակ ռիսկերի չեմ սիրում դիմել, հատկապես երբ որ դա կապված է երեխայի կյանքի հետ։ Առաջին երեխան։ Այո, առաջին երեխան առավել եւս։ Վերցրել էի ինձ հետ այն ամենը, ինչը որ կարող իմ ճամփորդությունը դարձներ ավելի հանգիստ, տեղորայքից սկսած, վերջացած հագուստից եւ այլն, պլյուս եղեք շատ ռիսկով։ Ես շատ լարված էի, ես մեկ օր առաջ նույնիսկ լացել եմ, մտածել եմ, արժի դա այս քայլին ես գնամ թե չէ, բայց հասկացա, որ ես երջանիկ եմ, եթե ես անում եմ այն ինչ որ ես սիրում եմ, ու մամաներն էլ պետք է իրանց գան երջանիկ, որ բալիկը երջանիկ լինի, դրա համար եղեք ռիսկով, եղեք զգուշ, եղեք զգոն ու կարևորը վայելեք այդ process-ը, որովհետև դա կյանքում, այո, լինում է մի անգամ, ես ամենասկզբից ճամփորդել եմ լինելով հղի, միջև վերջին օրերը ես ճամփորդել եմ եւ բացահայտել եմ ինչ որ նոր քաղաքներ, նոր վայրեր ու ես ինձ երջանիկ էի զգում այդպես։ Շատ լավ, իսկ եթե դու հիմա հնարավորություն ունենաս ճանապարհորդել մի վայր, առանց շուտ վերադառնալու մտքի, հա, որ վայրը կընտրեիր։ Բալի։ Բալի։ Բալիում չեմ եղել, բայց միշտ պատկերացրել եմ, որ դա իմ կատարյալ դրախտն է։
որտեղ այնտեղ կա բնություն, հանգստություն, ժամանակը ինձ թվում է այնտեղ կանգ առնում։ Ես չեմ եղել, բայց իմ մոտ այնց պատկերացում է։ Ու կատարյալ հանգստություն է։ Ինձ թվում է Ճիշտ այս շրջանում, այո, ես կուզեի, որ իմ Բալիկի հետ, ընտանիքի հետ միասին, իմ սիրելի, իմ բալիկի հետ միասին մենք գնանք Բալի, ունենայինք անշտապ 1 ամիս, ինչ որ սիրուն վիլայում, քնեի, արթնանայի առանց մտածելու, տեղացու վաղվա կյանքով օրվա ապրեիր, մասին։ ինչ որ չափով։ Այո, ու սենց վայելեի այդ կատարյալ հանգստությունը։ Տենց մի հարց, այսքան ճանապարհորդում ես, որևիցե travel fail-եր կա, որ հիմա կհիշես ու այդ ժամանակ քո համար կատաստրոֆիկ էր, բայց կհիշես հիմա ու կծիծաղած կասես ինչի մասին էի մտածում։ Կան, այո, կան։ Դե կիսվի։ Օրինակ մեկը հիշում եմ շատ վառ, երբ որ ընկերուհուս հետ էի ճամփորդում, ես բավականին երիտասարդ էի, 28 տարիներիս է եղել։ Մենք սիրում էինք տենց վերցնել ճամպրուկը, գնալ ինչ-որ միտեղ, զարմանալի է, նույնիսկ երկու աղջիկ տենց ոնց ենք տենց ռիսկ ունեցել, չնայած որ հիմա ես բոլոր Առանց աղջիկների նախապես ամրագրում, հա։ Չէ, ամրագրել ենք ամեն բան։ Բայց մենք այդ ժամանակ լինելով երիտասարդ չենք, ես օրինակ հիմա վերցնում եմ հետս միշտ եւ կանխիկ գումար եւ քարտերես ու ունեմ տարբեր վալյուտաների գումարներ միշտ ինձ մոտ վերցնում եմ շատ գումար որովհետեւ երբեք չգիտես ինչ կարա լինի պետքա միշտ լինես նախապատրաստված ու չի կարելի երբեք միջև վերջի կոպեկը գումարը ծախսել վերադառնալ առանց ոչ մի բանի իսկ այդ ժամանակ մենք այդքան չէինք մտածում ծախսել էինք միջև վերջին դրամը պատտվում էինք Իսպանիայում մեկ եւ հիշում եմ որ ավտոբուսի մեջ գնում ենք դեպի Բարսելոնա аэропорт, դա վերջի կանգ առնա, մենք գիտենք, պետք է իջնենք 3 ժամ հետո մեր թռիչքն է։ Ես քնած էի, երևի ընկերուհիս տենց քնաթաթախ լսել է իսպաներենով, հաջորդ կանգառը Բարսելոնա, հասկացել է Բարսելոնա։ Ու ինձ սենց ստիպում է քնից վեր, հասել ենք, պիտի իջնենք, սենց ես զորտել եմ, չեմ ջոկում ինչա կատարվում, ու լուսադեմ է, դու չես հասկանում պատուած են կողմ ինչա։ Ասում լավ, երևի ճիշտ ասում, ամփոփ վերցրեցինք, իջանք բոլորի խանգարելով արթնացնելը, Չել ենք զգում ենք ինչ-որ չոլի մեջ տեղում, սենց ոչ մի Բարսելոնա էլ չկար։ մեջ կանգնած ենք, ասում եմ, սուր ենք։ Ասում եմ Բարսելոնա, ասում եմ, ուր ես տեսնում, ստեղ Բարսելոնա, ընկերս էլ ինձ արեց մեծ էր տարիքով, սենց հիմա կապտել ենք, չգիտենք ուր ենք, ինչա, ճամպրուկները վերցրած, այն որ ամայի տարածքը աղմուկ չկա ու մեր ճամպրուկների գլգլոցը, ու տենց գնում ենք, պարզվում է մենք իջել ենք լրիվ ուրիշ այլ քաղաքում, առանց գումար, ու այն որ նստած մտածում եմ ինչ կարելի է անել, ով անցնում է, ասում եմ կարող եմ մեզ օգնեք հասնենք տեղ, բնականաբար սաղ մտածում եմ մենք գիժ ենք, որ իրանց դիմում ենք, ասցի լավ, ինչ կարելի անել, արի գնանք, ասցի մի հատ, այստեղ գնացքներ են գնում, ոնց է չլինի, մենք կարողանանք գնացքի գոնե տոմս գնենք, չնայած մենք միջև վերջ ամբողջ մեր դրամները, այդ եվրոները վերացրել էինք։ Դե մտածել եմ մեր ինչն է պետք, տուն ենք գնում արդեն Վախներս բերեց, որ հասանք այնտեղ, ասում եմ, ունեք գնացք, որ հասնում է аэропорт, ասում է, այո, ասում եմ, իսկ ինչ արժի, ասում եմ, մեզ մոտ գնացքը դեպի օդանավակայան, գնացող անվճար է։ Իմ ուրախությունը, ճակատագրական գնացքեր։ Ու ես հիշում եմ, որ այդքանով չի ավարտվել մեր պատմը, մենք տոմսը վերցրել ենք, մենք պետք է իջնենք գնացքը սպասենք, մենք երկուսս ճամպրուկով ենք ու աստիճանները ու պետք է աստիճաններով մենք իջնենք այն որ սենց արդեն ես ջղայնությունից սենց անջատված գմ այդ աստիճան բոլորը սենց պատտվում է զենամ ես սենց ոչինչ չասող դեմքով իջնում եմ այս ընկերուհիսը ամոթ հայտարարական վերցրում ծաներա չեմ վերցնելու ու տենց ամբողջ աստիճանները հիմա հիշում եմ ծիծաղս այդ պատկերը որ ես հիշում եմ ծիծաղը գալիս է թե մենք ոնց հասանք օդանավական մազով նստել ենք օդանավ եկել ենք ու ես երդվել եմ որ ես երբեք իմ կյանքում նման բան չեմ անի, ռիսկի չեմ դիմի, բայց իհարկե այն որ շատ ծիծաղել ենք մենք հետո հիշում ենք, ծիծաղում ենք մինչ օրս մենք այդ դեպքը Իսկ նույն ընկերուհու հետ ճամփորդել ես, անպայման դա ամենակարևորն է։ Այո, ինքը ֆանտաստիկ ճանապարհի ընկեր է, մենք միասին շատ ենք ճամփորդել ու նաև տենց ունեմ մի քանի ընկերուհի, ում հետ ճանապարհ գնալը ուղղակի հաճույք է, դու գնա ճանապարհ իմացի ընկերդ ով է, նույնիսկ ամուսնուս հետ միջև մեր ամուսնանալը, ես ասում եմ մի հատ կարևոր բան կա, որ պետք է անենք, մենք պետք է միասին ճամփորդենք, որովհետև կարող է գնում ես ճամփորդություն, գալ վերադառնում ես ու զգում ես, որ դուք ընդհանրապես իրար համար չեք ստեղծված։ Ու ճամփորդությունից հետո ինձ մոտ այո ստեղծվեց զգացողությունը, որ ինքը իրոք իմ կյանքի ընկերն է, որտեվ կատարյալ
կյանքի ընկերը։ Մենք հակապատկերներ ենք, ես Զանգակն եմ, ինքը Բամբակն է։ Մենք օրինակ կարող ենք գնանք Եգիպտոս, դե Եգիպտոսում ես գիտեմ, միջև կռիվ չանի, միմուզացանյակը չեն տալու, դա արդեն ավանդույթ է։ Չգրված օրենք է։ Այո, ինքը sense նստած դիվանին ամաչում է, որ sense մենք միասին ես այնտեղ լաչ հառացած, ձենից գործածրել եմ ու մեզ տալիս ինչ որ սենյակ, օրինակ X սենյակ, պատը ճարքած, ես տեղ չեմ մնալու, sense համ գոն 2 ժամ հանգստանանք, ասեմ, ոչ ես տեղ ու ես միշտ հիստերիանով, նեմ դրամակուին, ինքը sense է որ հետևիցս լուր ստիպված գալիս են, որ ասում ա կներեք իմ կինն է, ինքն է նորմալ է, ու մեր մոտ միշտ տենց է սկսում մեր ճամփորդությունը հատկապես Եգիպտոսում, բայց Փառք Աստծո մենք վայելում ենք Միշտ զիջում եք ես։ Ոչ միայն ճամփորդական հարցերում, առօրյայում էլ ես էլ եմ զիջում շատ, ես զիջում եմ լուր, բայց ինքը զիջում է non-stop, որովհետև ինքը հանգիստ է շատ բնավորությամբ, ու այո, շատ է սիրում ու գիտի իմ բնավորությունը, ինձ թվում է իրանից լավ ինձ ոչ ոք չի ճանաչում այս կյանքում, որովհետև ես լռելու հետ խնդիր ունեմ, իսկ ինքը լավ է, որ մի ժամանակի լռում է, կանխում է մի հատ մեծ փոթորիկը, որովհետև հետո ես փոշմանում եմ, որ ես այդքան բան ասում եմ, օրինակ ինքը ինձ միշտ հասկանում է։ Ով ես հորոսկոպով կար։ Ձուկ, ջրհոս 4 տարին մեկ ինձ մոտ փոփոխություն, որտեղ ես հենց փոփոխության օրն եմ, մի քիչ շատ փոթորկոտ։ 19-ին եմ ծնվել, այդ օրը, այո։ Ու դրակոն։ Որ սենց մի հատ խառը միքս է, շատ խառը։ Հասկացա։ Դες պատմում ես, որ դու տարբեր հիշողություններ ես ունեցել։ Օրինակ, եթե հնարավորություն քեզ տրվել, մի հատ վատ հիշողություն ջնջվեր քո կյանքից, բայց դրա հետ մեկտեղ մի հատ լավ հիշողություն է կջնջվեր, կհամաձայնվեր այդ պայմանին։ Չէ։ Ես սիրում եմ իմ կյանքում անցած յուրաքանչյուր փուլը, եթե հատկապես դա կախված է ճամփորդության հետ։ Եթե օրինակի համար ինչ որ ժամանակը հետ է, կարող է ինչ որ բաներ 1-2 բան այլանեի, հիմա ընթացքը ուրիշ լիներ, բայց ես հասկանում եմ նաև մի բան, մեկ ակնթարթի փոփոխությունը կարող փոխի ամբողջ ընթացքը, իսկ ես սիրում եմ իմ կյանքը այնպեսին, ինչպեսին ինքը եղել է։ Այս պահին ամբողջ ընթացքը ես կյանքի սկզբից մինչև վերջ եղել է շրջաններ այո վատ, որ ասել եմ ինչի, հետո հասկացել եմ, որ ես պիտի անցնեի այդ շրջանը, որտեղ դա բերում է այս sense բանի ու ես միշտ գնահատում եմ իմ ամբողջ անցած ճանապարհը։ Ոչ մի բան ուղղակի այնպես չի լինում, եթե ինչ-որ մի բան լինում է, ուրեմն Աստված է տպես է կամենում ու դա տանելու է լրիվ ուրիշ կետի։ Դրա համար ես յուրաքանչյուր վատ պահի մի հատ sense պանիկայի մեջ եմ ընկնում, խոսում եմ ինձ հարազատ ինչ-որ ընկեր, օրինակ հենց այսօր այստեղ գալուց առաջ ես իմ ընկերներից մեկի հետ խոսեցի, ով որ աշխարհի ամենաբարի էներգիան ունի ու ինձ հանգստացրեց, որովհետև ինքը ինձ ճանաչում արդեն 32 տարի ու գիտի շատ լավ բառեզբոն իմաստով ու ամեն բան ընկավ տեղը։ Ես հիմա գիտեմ, որ այս պահից սկսած ես իմ էներգիան փոխելու եմ, ես իմ մտածելակերպը փոխելու եմ ու ամեն բան փոխվելու է։ Ինչ լավ ընկերի։ Ֆանտաստիկ, այ իրապես ընկերուհիներ այս աշխարհում, որ ամեն մեկը մի հատ ունենա, երջանիկ մաս։ Շատ լավ է, որ դու նաև խորհուրդ ընդունող ես կար։ Իսկ երգչու կարիերայի մեջ, օրինակ շատ հաճախ մենք տեսնում ենք ուղղակի հաջողությունը, բայց ինչ դժվարություններ ա լինում, որ հանդիսատեսը չի տեսնում։ Բազմաթիվ։ Մի փոքր, մի քանի դժվարություններից կխոսես, այն մարդիկ, ովքեր ուզում են երգչու կարիերա ստեղծեն, հիմա նայում են քեզ ու շատ չվախեցնենք, բայց խոսենք այն դժվարությունների մասին, որոնք կարող են լինել։ Ոչ ոք չի պատկերացնում վարակույրից այն կողմ ինչերի միջով դու կարող ես անցնել, բայց իմ ամբողջ աշխատանքային կյանքն է եղել բարդ, դրա համար ես հպարտանում եմ միշտ ինձնով, որտեվ ասում եմ ես աշխարհի յուրաքանչյուր կետում կարող եմ 0-ից սկսել, որտեվ ինձ մոտ self-made կնոջ խարակտերը արդեն ես 0-ից ստեղծել եմ ինքս ինձ ու այդ ամբողջ process-ը եղել է դժվար։ Ամենասկզբից սկսենք, որ ինձ բացի իմ հայրիկից ոչ մեկ չէր թողնում, որ ես երգեի։ Ոչ մեկ չէր ուզում, որ ես երգեի։ Ես մայրիկից դեմ էլ 10 տարի գրեթե պայքարել եմ։ Ինքը չէր պատկերացնում հայ աղջիկը բեմ եւ այլն, մի քիչ շատ կոնսերվատիվ էր այդ ժամանակ մեր ընտանիքը, բայց դու ավանդական հայկական ընտանիք դրսում ապրող բնականաբար յուրաքանչյուր ծնող ուզում է իր երեխայի համար լավագույնը։ Իմ մաման մտածում էր, որ դա լավագույնն է ինձ համար, ավելի ստաբիլ հանգիստ կյանք ունենալն էր։ Ինքը միանշանակ ճիշտ էր, բայց ես երասկոտ երաժշտություն սիրող երաժշտությունով ապրող մարդ էի։ Չէր կարա այլ կերպ լիներ։ Հիմա իմ մաման ինձնով հպարտանում է, բայց այդ ճանապարհը ինքն էլ է տեսել ինչքան բարդ է եղել։ Բոլորի դեմ պայքարել եմ, այդ պայքարից վերջացրել ենք, սկսել արդեն կարիերա ստեղծելու ժամանակը ամեն ինչը խնդիր է։ Յուրաքանչյուր քարի վրա, որ ես իմ ոտքը դրել եմ, որ բարձրանամ մի աստիճան, եղել է ծակոտ,
ծակող ու արունոտվել է ոտքս։ Օրերով չեմ քնել, աշխատել եմ ինպես աշխատասեր մարդիկ երևի մատների վրա հաշված են։ Հիմա օրինակ աշխատասիրությունս թույլատրել եմ, բայց պետք է նորից մի հատ երկրորդ շնչառության կարիք ունեմ այս պահին, բայց բոլոր իմ ընկերները, ովքեր եղել են իմ կողքին, կարող եմ փաստել, որ ինպես աշխատասեր մարդ իրանք կարող է չեն տեսել իրանց կյանքում։ Ես չեմ քնել օրերով, ես դռնեդուռ ծեծել եմ բոլոր ակումբների դռները խնդրելով մեզ տան հնարավորություն, որ մենք ելույթ ունենանք։ Ինքս ստեղծել եմ մեր պոստերները, ինքս մտածում էի օր ու գիշեր ինչ կարելի է անել, որ մեկը երկու դառնա։ Դե բնականաբար իմ թիմը երաշտականորեն էր մեջքիս կանգնած, բայց ամեն դժվարություն հաղթահարել ենք միասին, բայց ես շատ եմ պայքարել, որ այսօր լինեմ այս կետում ու շարունակելու եմ պայքարել, որովհետև այդ պայքարը անվերջ է։ Լիքը լացել եմ, եղել է ժամանակ, որ ես կոտրվել եմ, ինձ ասել են դու երգչի չես կարող դառնալ, չես դառնա։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր սկսնակ երգիչներին, միշտ երազեք լայն ու երբեք ձեր առաջ ոչ մի սահման մի պատկացրեք, որտեղ այս կյանքում անհնարին ոչինչ չկա։ Երկրորդը եղեք պնդաճակատ։ Ինձ որ ասում էին չես կարող, ինձ մոտ աշխատում է հակառակ էֆեկտը։ Ես պրինցիպ եմ անգնում։ Ապացուցում եմ, որ ես ամեն ինչ կարամ։ Դրա համար յուրաքանչյուր ոչը դարձրել եմ ես, ու ես շատ հպարտանում եմ իմ բնավորությամբ, որ այդ ոչը ինձ երբեք չի խանգարի։ Ես կարամ լացեմ, կոտրվեմ, հետո իմ մոխրից նորից մի հատ վերածնվեմ ու քանդելով առաջ գնամ այդ պատերը։ Ես քեզ հիշում եմ մեր ծանոթության ժամանակ, երբ որ հրավիրեցի քեզ իմ 30-ամյակին ելույթ ունենալ բենդ խմբով ու այն կարգի ֆանտաստիկ էր ելույթը, որ հետո իմ եղբոր հարսանիքին ելույթ ունեցաք ու այսպես ասած ընկերացանք իրար հետ։ Ես էլ քեզ շատ վաղ հիշում եմ մեր ծանոթության օրը, թե դու ինչքան լավ դրական էմոցիաներ ինձ փոխանցեցիր, քո հիացմունքը ինձ մոտիվացրել էր անսահման ու ես ինձ շատ լավ էի զգում, որովհետև հատկապես այդ այն շրջանն էր, որ աճում ես։ Յուրաքանչյուր միջոցառում ինքը մեծ ձեռքբերում է։ Ես անսահման հպարտանում եմ այդ օրը մեր թիմով, որովհետև երբ որ ելույթ ես ունենում, մարդը մոտենում է, քեզ գովում է, ուզում է, որ դու անցկացնես իր կարևոր օրը, այդ անսահման երջանիկ։ Ես ճանապարհորդություններից հետո այդ բնավորությունն եմ սովորել, երբ որ միտեղ մի լավ բան տեսնում եմ, լավ մարդու բնավորություն կամ ֆանտաստիկ գեղեցկություն, ես արտահայտում եմ։ Շատ հաճախ մարդիկ տեսնում են ու լուր իրենց մեջ պոմնես, ինչի խոսացեք, ասեք այդ լավ էմոցիաները։ Կոմպլեքսավորված ազգացավոք սրտի, նույնիսկ ելույթների ժամանակ լինում է, որ չեն ծափահարում։ Հիմա իհարկե ես տարբերում եմ լսելը եւ չծափահարելը։ Մարդիկ կան, որ լսում են, չեն ծափահարում, որտեղ վայելում են։ Մարդիկ էլ կան ուղղակի շատ զբաղված են, եղել է ժամանակ, որ ելույթի ժամանակ ես միկրոֆոնով ասել եմ, խանգարում եք ձեզ։ Ուզում եք գնանք կամ գիտեք, ձեր ծափերը մեր համար մի աշխարհ Շատ կարևոր են։ Ծափարեք կամ օրինակ ժողովուրդ բարեք։ Հիմա եթե օտար երկրացիները այստեղ լինեին, կպարեին։ Մենք պետք է սովորենք իրենց։ Երկրի տակ բոլորը պարում են։ Իմ երկրի տակ պարում եմ, որտեղ ես իրենց սովորեցրել եմ, բայց այդ սովորացնելու process-ն էլ է եղել դժվար։ Ես շատ եմ սովորեցրել այդ նուրբ արվեստը վայելելու, որտեղ նույն հայը դրսում բառից բուն իմաստով վայելում է, այստեղ ամաչում է։ Այդ ամաչելը նորմալ է, պետք է զուտ օգնենք, որ մարդիկ այդ կոմպլեքսներից դուրս գան։ Շատ լավ։ Իսկ եղել է նենց երգ, որը դու տանել չես կարող, ուղղակի չես սիրում, բայց ստիպված երգել ես պրոֆեսիոնալիզմից ելնել։ Եղել է տենց պատմություն ունեցել։ Բազմաթիվ տենց երգեր ունեցել։ Ես իմացել եմ, որ երգիչները այն երգերն են երգում, որոնք իրենք սիրում են։ Փաստորեն այդ միֆ էր։ Այդ միֆը սովորաբար այդպես է լինում, բայց նաև գոյություն ունի պահանջարկ հասկացողությունը, որ դու մեկ-մեկ պետք է մատուցես այն ինչ որ մարդկանց հաճելի է, որովհետև դու այդ ծափերի կարիքն էլ ունես։ Դու չես երգում միայն քո համար, դու երգում ես մարդկանց համար ու այդ իրանք որ լավ են զգում դրանից քեզ ծափահարում են, դու թևեր ես առնում։ Դրա համար մեկ-մեկ եղել է, բայց նաև ես սիրում եմ, որ ինձնից գալիս են պահանջվեն։ Օրինակ ես հիշում եմ, որ մենք ճամփորդության էինք գնացել խմբով, կարևոր միջոցառում պետք է անցկացնենք, հյուրերից մեկը եկավ ինձնից ուզեց մի հատ նենց երգ, որը որ անհնար էր, ես ուրիշ դեպքում դա երգեի գումարել առաջարկեց բնականաբար, դե գումարը թողենք մի կողմ, հա, գումարը երբեք մոտիվացիա չի, որ ինչ-որ մի բան անես, բայց այդ պահին ես չեմ ուզում մերժեմ։ Խումբը բնականաբար ասում ենք դա չեն կարող նվագենք, որտեղ այդ պահին անհնար կլիներ դա իրագործել ֆիզիկապես, յուրաքանչյուր երգ ստեղծելը մի քիչ ուրիշ երկար պատմություն է։ Ես չմերժելու համար, ասի հիմա մենք կանենք դա։
Բնականաբար Որ երկներ դա։ Քաղաքագծերը բացի։ Արմենիա Մայան էր, ռուսերեն։ Արմենիա, Մայան, Զատաբոյ ու Շատ վատ երգ չէր, վատ երգ չի, բայց Հա, իմ ոճը չի։ հասկացա, Իմ հետ կապ չունի այդ երգը, ես իրան շատ եմ սիրում, բայց իր երգիչն հենց օրիգինալ կատարողներով եմ սիրում Թաթեև, Դնիպրովի։ Ու ասեմ կյանքիս մեջ այդ երգը ոչ երգել եմ, ոչ մեկ-երկու անգամ լսել եմ։ Գնացի 3 րոպե լսեցի երգը, մինուսը քաշեցի, ասի մենք պատրաստ ենք, գնացի երգեցի։ Ես չեմ կարող բացատրել այդ մարդկանց ուրախությունը։ Ոգևորությունը։ Նախ ոտքերից տակ գումարներ էին լցում սենց։ Այդ Հաջորդ ճանապարհորդության գումարը արդեն հա, այդ արդեն դիտում որպես իրանք չեն տալ, որովհետև դու այդ գումարի կարիքն ես։ Իրանք քեզ շոյում են իբր միշտ սենց առատություն լինի ոտքերի տակ, որ դու այդքան լավ երգչուհի ես, ու իրանք ծափերը եկան ձեռքս համբուրեցին, ծաղիկ նվիրեցին, շատ հաճելի է, երբ որ կարողանում ես շոյես քո ունկնդիրների էգոն։ Այդ մի հատ ուրիշ ուրախություն է, որը որ սենց վայելում ես դու բառից բուն իմաստով, կարևոր չի դու այդ երգը ոնց ես երգում, կարևորը դու իրանք սրտով արեցիր ու իրանք երջանկացան։ Վերջը մենք մեր ունկնդիրներով ենք դառնում, ով որ մենք կանք, պետքա իրանք կարծիքը միշտ կարևոր է։ Շատ լավ, այս սա ծայրահեղություն է, որ չսիրած երգ ես երգում, իսկ այնպիսի երգ, որը ամեն անգամ դու բեմում յուրովի ես զգում։ Այդպիսի մի երգ ունես, որ դեպքում ամեն անգամ ոնց որ մի կյանք ապրես այդ երգը երգելուց։ Որ երգն է։ Մի քանիսն են, բայց այս պահին, որը որ միշտ իմ ուղեղի մեջ է, դա Skyfall երգն է, Adele-ի, որը որ ես շատ եմ սիրում, եւ Sade King of Sorrow երգն է, որը որ արդեն երգում եմ 12 տարի, մեկը ես իրանից չեմ հոգնում, մի հատ էլ կարող եմ ասել This is a man's world երգն է։ Այդ քո կատարմամբ դասել եմ։ Հա, ասենց ձեռագիր է դարձել մի տեսակ, ու ամեն անգամ դու տարբեր հոգեվիճակում ես իրան երգում, ու լրիվ ուրիշ ձև ես մատուցում։ Այդ երեք երգերն էլ իմ համար կատարյալ երգեր են։ Իսկ որ պահն է եղել քո մոտ, երբ որ դու ասել ես, որ դու արդեն ասելիք ունեցող երգչուհի ես, երբ եղել այդ կետը։ Քանի տարի առաջ զգացիր դա։ Երբ որ ես սկսել եմ երգել նմանատիպ երգեր։ Ես հասկացա, որ ես ասելիք ունեմ։ Ամեն երգ չի կարող մարդ կատարի, ու ամեն երգ չի, որ կարա ճիշտ կատարի։ Երբ որ ես սկսեցի X երգեր երգել ու հասկացա, որ ես դա կարող եմ, արդեն երևի կլինի մոտ 7-8 տարի ամենակիչը, որ ես հասկացա, որ ես ասելիք ունեմ։ Նույնիսկ ավելի շատ, երևի թե գրեթե 10 տարի։ Հատկապես, երբ որ ես ուզեցի ինչ-որ նախագծերի մասնակցեմ, որից որ նախկինում դուրս էի մնացել, երկրորդ անգամ բնականաբար դարձա ֆավորիտ մասնակից, ես հասկացա, որ չէ, ես դեռ շատ ասելիքներ ունեմ։ Հիմա է ստացվում շրջաններ, որ մեկ-մեկ մտածում եմ միգուցե արդեն երաժշտությունը թողնելու ժամանակն է, որտեվ ես երբեք չեմ սիրել, երբ որ երգիչը ինչ-որ sense կարևոր կետի վրա կանգնած է, շարունակում է միջև վերջ կարիերան քամել ու գնում է, երբ որ իրան մասին այլևս ոչ ոք չի հիշում։ Մեկ-մեկ պետքա զիջես դիրքերդ ճիշտ կարևոր պահի, հիմա մեզ մոտ զուտ մշակութային առումով մի քիչ sense սպադա, մեկ-մեկ մտածում եմ միգուցե գնալու ժամանակն է, բայց հետո հենց նույն օրը կարող է հայտնվեմ ինչ-որ տեղ, որտեղ բազմաթիվ անծանոթ մարդիկ գան ինձ գրկեն, ասեմ, որ ինչքան են ինձ սիրում, իմ արվեստը, ու ես մոտիվացիան բարձրացնի։ Ես դեռ անելիք ունեմ։ Իսկ եթե երգչուհի չէ, այլ ինչ այդ դեպքում։ Ես միանշանակ պատկերացնում եմ մի 10 տարի հետո, բացի երգչուհի լինելուց, երկու ոլորտներում միանշանակ, մեկը անշարժ գույքի ոլորտն է, որը որ ես Համար զարմանալի է, որովհետև ես վաճառքի մասնագետ որպես ես պրոֆ եմ։ Խոսափական անշարժ գույքի գործակալություն։ Լինել ագենտ, ես սիրում եմ վերցնել հինը, վերանորոգել, ստեղծել, սարքել նորը եւ վերավաճառել կամ օրինակ ինչ որ տուն ինձ վստահեն, ես վաճառեմ, ես այդ իմ համար challenge է։ Ես դու պետքա լինես լավ հոգեբան, լինես լավ poker face, որ դու կարողանաս երկու կողմին ճիշտ համոզես ու լավ գործարք անես, ոչ թե խաբեբայությամբ, այլ ճիշտ։ Դա ուրիշ արվեստ է։ Ինքը չմեռնող ոլորտ է միշտ։ Երկրորդը դա տուրիզմն է։
Ես ինձ պատկերացնում եմ туриզմի մեջ, այո, որովհետև ես սիրում եմ ճամփորդել ու պետքա միշտ ասել եմ, անես այն ինչ որ սիրում ես, սիրես այն ինչ որ անում ես։ Եթե դու դա անես, քո մոտ ամեն ինչ կստացվի։ Ես երկուսն է կարող եմ, բնականաբար իմ ոլորտում էլ եմ ինձ պատկերացնում պրոդյուսինգի մեջ օրինակ, այս բանին զբաղվում եմ, այո, երկու արտիստների մենեջմենթով, բացի իմ գործունեությունից, ու սիրում եմ այդ ղեկավարելը, այդ ամեն ինչը իմն է։ Ադմինիստրատիվ աշխատանքը ինձ մոտիվացնում է ու հələ որ, բայց ես իմ ոլորտի մեջ դեռ ունեմ անելիքներ, որտեղ ես այս պահին ինձ պատկերացնում եմ նաև ինչ որ X գործակալություն բացելուց որպես կազմակերպիչ, պատկերացնում եմ որպես հանդիսավար, հաղորդավար, դրա համար ուզում եմ դեռ ինչքան հնարավոր է ինձ բացահայտեմ, բայց վստահ կարող եմ ասել, որ մի 10 տարուց ես կամ կլինեմ туриզմի մեջ, կամ կլինեմ անշարժ գույքի մեջ, բացի երգելուց, կամ երկուսը միասին, ինչու ոչ։ Ես համադրես։ Միանշանակ։ Կար, ես վերջերս մամա ես դարձել, ու գիտեմ որքանով ես դու տարված քո մայրիկ կերպարին, ոնց ես կարծում մամա լինելուց հետո դու ավելի ուժեղ ես դարձել, թե ավելի զգայուն։ Համեն։ Արդեն ուժեղ էիր, երևի թե զգայուն։ Բայց կարծում զգայունն էիր։ Ես միշտ ասել եմ, եթե ես աղջիկ ունենամ, ես երբեք իմ աղջկան չեմ սովորացնելու լինել ուժեղ։ Թող ինքը լինի երջանիկ։ Այդ ուժեղությունը մի քիչ շատ սխալ հասկացողություն է, մենք աղջիկներս դառնում ենք ուժեղ, հետո շատ դժվար է լինում մեր կյանքում ընտրություն կայացնել, այո, իմ բախտը շատ բերել է իմ ընտրության հարցում, որ իմ ամուսինը ինձնից ավելի ուժեղ է ու հասկացող է կարևորը։ Ինձ գնահատում է այնպիսին, ինչպիսին ես կամ, բայց առհասարակ այդ ուժեղությունը շատ ծանր վատ քար է, որը որ դու քեզ հետ տանում ես բավականին երկար, բայց դերին ինձ դարձրել է շատ ավելի լավը։ Ես հիմա մի քիչ sense հոգևոր պայքարների մեջ եմ, իմ մեջ, որտեվ փնտրում եմ ճիշտ բալանսը լինելու երգչուհի մայրիկ, այս պահին ինձ մոտ պայքար է, երգչուհի կառան, երազում ա նորից դուրս գա sense փայլի։ Ընտրության առաջ ես կանգնած մայրության եւ վեմի, հա։ Հարցը չի, բալանսն եմ փնտրում ճիշտ։ Ես կարող եմ երկուսն իրար հետ անել։ Ես երբեք միշտ ասել եմ չի կարելի կամ դա նենց մեկը մյուսին չխանգարող բաներ է, կարելի ամեն բան ճիշտ ուղղակի դա վերադասավորել, որ ամեն բան հասցնես, բայց դժվար է սկսելը։ Բայց դերին ինձ դարձել է ավելի լավը, որտեվ այդ պայքարից հետո ես ուզում եմ գտնեմ այն կետը, որտեղ որ ես կլինեմ անսահման հանգիստ ու բարի, որովհետև ինչ անեմ այս կյանքում, դա վերադառնալու է իմ երեխային։ Ես այլևս չեմ ապրում միայն իմ մասին մտածելով։ Գոյություն ունի կարմա, գոյություն ունի թողնել երեխաներին ինչ որ X ժառանգություն, դա ֆինանսի եւ նյութի հետ կապված չի, այլ հոգեվոր ժառանգություն, որը որ քո երեխայի, այո, ուզում եմ իմ երեխայի առաջ միշտ գա լավից, դրա համար ես միշտ պետքա անեմ լավը, դարձել եմ անսահման զգայուն ֆիլմեր դիտելուց, երբեք ուշադրություն չէի դարձնում մայրական էմոցիաների, իսկ հիմա եթե ես նայում եմ մի ֆիլմ, որտեղ որ մայր երեխա, վայ ես կոտորվում եմ ուղղակի, ապրում եմ հավասար ամեն բան ու սենց չեմ կարողանում այդ էմոցիաները զսպեմ ու սկսում եմ արտահայտվել, գերզգայուն եմ դարձել, ինձ դուր է գալիս, ես չեմ հերքում, որ դա վատ չի, ես էմոցիաներով ապրող մարդ եմ, ստեղծագործող մարդ եմ, ինձ այդ էմոցիաները պետքա որ ապրեն, ուղղակի ես պետքա ճիշտ էմոցիաները կառավարեմ ու ճիշտ տեղ տանեմ, որ պրոդուկտ է դա։ Էմոցիոնալ լինելը միայն գովել է, ուղղակի դու պետք է չգերի չդառնաս քո էմոցիաներին, այլ հոգուտ քեզ օգտագործես էմոցիաներդ։ Դժվար է հասցնել է նաև ամեն բան։ Հիմա ինձ ոնց էս մի հատ խառնաշփոթ է, բայց ես այո, ոդքասթին 1 ժամ ուշացած եկար, բայց չէ, իրականում այդ ուշանալը կապ չուներ։ Երեխայի բանը որ կապ ուներ երեխայի հետ, դա այն էր, որ ես այսօր պետք է հասցնեի գնայի մազերս հանդարենք, չեմ հասցրել, բայց ուշանալը կապված է մեր քաղաքի սարսափելի խցանումների եւ մեքենայի կանգնեցման խնդրի հետ։ Շատ լուրջ խնդիր է դա։ Գալիքին հանգիստ ենք։ Հա, ես էլ որ ուշ եմ հիմա տանից դուրս գալ, որտեղ վայելում եմ ժամանակս Դենիի հետ, ժամանակի լուրջ խնդիր կա, այսինքն ես կորցնում եմ ժամանակի զգացողությունը, եթե առաջ դուրս էի գալիս կես ժամ շուտ, հիմա հասկանում եմ, որ 1 ժամ շուտ պետք է դուրս գալ տանից։ Հասկացա, կար, իսկ կա նենց քո կյանքի հետ կապված մի պատմություն, որը անպայման կուզես երեխայիդ պատմես, երբ որ մեծանա։ Ինչ որ մի
Փոքր պատմություն կամ մի փոքր խորհուրդ տաս, որ նո բացի այն որ ուժեղ մի եղի երջանիկ եղի, այլ որ ինքը անպայման իմանա այդ կյանքիդ քո ճանապարհը։ Ես անպայման ուզում եմ ինքը իմանա կյանքի այն ճանապարհը, որը որ անցել եմ իր հետ միջև իր ծնվելը։ Ես զգացի, որ ես մայրական բնազդներ բարձում ունեցել եմ ողջ կյանք, զուտ պետքա ճիշտ պահին արդեն դրսևորվեր։ Այո, կենթանիներից հետ էր նույնիսկ դա դրսևորվում, ես դա չէի զգում, բայց բոլոր իմ շուրջ դա զգում էին։ Երկրորդը ես հասկացել եմ, որ ես բալիկ եմ ունենալու այն պահից սկսած, երբ որ իմ երեխան սկսել է արդեն ներսից խփել։ Ուշ ես իմացել։ Չէ, ուշ չեմ իմացել, բայց իմ մայրական բնազդը չի ծնվել երեխայից ծնվելու հետ, այլ ինքը դեռ իմ փորի մեջ էր, իր հետ ես խոսում եմ, երբ որ ինքը արդեն սկսել էր հարվածել, ես իր հետ խոսում եի, ես արդեն հասկանում էի, որ իմ մեջ կյանք կա, ու ես պատասխանատվության զգացում ունեի։ Այդ պահից սկսած, որ ամեն բան դարձավ տանելի ինձ համար, բոլոր պատնեշները, որ կարող էր ինձ խանգարել, ես քանդում էի, շատ sense նույնիսկ այդ ճամփորդելը իմ ամուսինը զարմացած էր, ասում էր ես գիտեմ որ քո մոտ ամեն ինչ լավ է լինել, դու լարվում ես անիմաստ, բայց ես էլ չէի պատկերացնում ինչքան ուժեղ եմ, միջև որ եկավ պահը, որ ես պիտի ուժեղ լինեմ, որովհետև ես մենակ արդեն իմ կյանքի համար չեմ պատասխանատու, այլ ունեմ մեկ ուրիշ անձնավորություն իմ մեջ թաքնված, որը որ ամեն բան իր ապագայի համար է նաև արվում։ Իմ ամուսինը ավելի շատ էր իմ ուժերին հավատում, քան ես։ Ու ուզում եմ այդ ամբողջ ընթացքը պատմեմ, ոնց է եղել, ինչ լույս աշխարհ գալու process-ը, լույս աշխարհ գալու իր process-ը, ինչ դժվարություններ ենք հաղթարել, որ այդտեղ լինենք այդ կետին կանգնած, ինչ է եղել դրանից հետո, ամբողջ աշխարհի հանդեպ ինձ մոտ բացասական էմոցիա էր, իմ մոտ հետծնդաբերական ուժեղ դեպրեսիա էր սկսվել, ես չպետք հաղթարել եմ, միջև որս կան նշույլներ, որ զգում եմ, այդ պահին իհարկե անկառավարել էր, որտեղ առաջի անգամ էր ինձ հետ նման բան, ես ատում էի ամբողջ աշխարհը, բայց խելագարվում էի իմ երեխայի համար, ինքը իմ լուսավոր կետն է եղել միշտ ու մինչ օրս ինքը իմ երջանիկ կետն է, ես նույնիսկ եթե շատ ջղայն լինեմ, իրան ժպտալով ուրիշի վրա կջղայնանամ, ինքը պիտի երբեք չզգա իմ բացասական էմոցիաները, ես միշտ ամեն բան անում եմ, որ իր համար լավ լինի, դրա համար շատ եմ ուզում, որ ինքը իմանա ես եւ իր պապան, ինչերի միջով ենք անցել, որ իրան տանք ինչքան հնարավոր է շատ սեր ու հնարավոր ամեն բան, որ ինքը երջանիկ մեծանա, իհարկե ոչ մի բան նյութի եւ գումարի մեջ չի։ Մենք չենք ուզում լինենք իդեալական ծնողներ, մենք ուզում ենք լինենք լավ ծնողներ, իսկ լավ ծնող լինելու համար երեխային պետք է տաս ուշադրություն, սեր, վերջացավ։ Մինչև 7 տարեկան է, գիտես, չէ՞, կարծան, նո, հոգեբաններ, գիտնականներ ասեն, մինչև 7 տարեկան է բազան է երեխու համար։ Եթե դու տաս մաքսիմալ սեր իր ամբողջ կյանքի համար, դու ապահով բարձիկ ես դնում։ Ինչ ուզում է լինի իր կյանքը տրավմաներից ահա որ զուր կա լինում ինքը շատ։ Դրա համար ես հիմա չեմ շտապում իմ մասին մտածելու, չնայած ներսից լիքը բան ինձ ուտում, հա։ Ես հիմա իմ ամբողջ ժամանակը տրամադրել եմ իմ երեխային, որովհետև գիտեմ, որ ինքը դրա կարիքը ամենաշատն ունի, իսկ ժամանակը շատ արագ անցնում։ Ես հետո կփոշմանեմ, որ իրան չեմ տվել այդ ժամանակը, որովհետև անկախ ամեն ինչից ես ինչ կապահովեմ իր համար, ինչեր կստեղծեմ, սերն է ամենակարևորն ու մնայունը, որ ինքը լինի երջանիկ ու ամենակարևորը տղաների դեպքում մամայի տված սերն է։ Ես ամեն անգամ որ դուրս եմ գալիս մատնահարդարումից գնում եմ տուն, իմ բալիկը նայում ուշադրի մատերին։ Ինքը էսթետ է, ինքը ամեն բան նկատում է։ Դրա համար ինքը ինձ դարձրել ավելի ուժեղ, ավելի լավը, որովհետև ես ուզում եմ միշտ լինեմ երիտասարդ սիրուն մայրիկ, որ իմ տղան ինձ նայելով նաև հետագայում ընտրի կին ու չվախենա ուժեղ կնոջից, չվախենա գեղեցիկ կնոջից, չվախենա գժական կնոջից, դες տղաները ընտրում են իրենց մայրիկի նման կանանց, աղջիկներն են ընտրում են պապաների նման։ Դրա համար ես այս պահին ես եմ շատ կարևոր դեր Դենի կյանքում խաղում, իսկ ամուսինս շատ լավ գիտակցում է, որ հենց ծնվեց աղջիկ, իր արդեն փոփոխվում է, ինքն է կարևոր դեր խաղալու, որովհետև պետք է լինի իդեալական բարի պապա, որ սիրող պապա, իդեալական չասեմ, էլ ինքը չափազանց լավ պապա, որ իր աղջիկը լինի երջանիկ աղջիկ ու հետագայում նաև երջանկություն գտնի սիրո մեջ փնտրելուց, որովհետև բոլորը մեկը մյուսի հետ կապված են։
Կար այ ասեցիր, որ ունես այն հարաբերությունները, որի մասին մտածում էիր, երազում էիր, իսկ որ պահին հասկացար, որ դու եկել ես այդ ապահով կետը, հա, որովհետև շատ մարդիկ հիմա կարող է հարաբերությունների մեջ են, երբ են հասկանում, որ ճանապարհորդությունը ասեցիր, մեկ դոգման էր, որ արեցիր ու դրանից հետո հասկացար, որ իր հետ ուզում ես ճանապարհ, նաև կյանքի ճանապարհ անցնես, իսկ որ պահին հասկացար, որ այ հիմա իմ ապահով կետում եմ ես գտնվում։ Տես Լիան ջան, նախ առաջի զգացողությունը, որ մենք հանդիպեցինք, եղել է, որ հարազատ հոգի է դիմացս կանգնած, չեմ կարող բացատրեմ այդ զգացողությունը, դա մի հատ ուրիշ հանգստություն է, որ դու զգում ես այդ մարդուն նայելուց։ Երկրորդը հասկացա, ես շատ բուրըն բնավորություն ունեմ, Այս մենք բոլորս հասկացանք արդեն։ ջղային գործի մեջ եւ պահանջկոտ։ Բոլորի հետ կարող ես կռվում եմ։ Ոչ մեկի հետ չեմ մնում խռոված, բայց կռվար արեմ իմ տեսակով, ես այդպեսին եմ, ինձ բոլորը այդպես գիտեն, սիրում են, ընդունում են։ Իմ ամուսինը միակ մարդն է եղել, ում հետ մենք ամուսնացել ենք շատ արագ, գրեթե 7 ամիս է տևել, սեպտեմբերին ծանոթացել ենք, մարտին նշանվել ենք, ապրիլին պսակադրվել ենք, մեզ մոտ ցենց ամեն բան մեկ տարվա ընթացքում մենք արդեն բալիկ ունեինք։ Արագացված է։ Ապրիլին մեր ամուսնության 1 տարին լրացավ, մեր բալիկը արդեն 1 ամսական էր, մեզ մոտ ամեն բան շատ արագ ա եղել։ Նախ դա, երբ որ գտնում ես քոնը, դու չես հասկանում ոնց է այդ ընթացքը գնում։ Ես կատեգորիկ էլ չէի ուզում ընտանիք, ամուսնություն, բան, մի տեսակ ես սիրում էի մենակությունը, ինձ ու հանգիստ ուզում էի ապրել, ինքը ամեն բան դա փոխեց, ես էլ չհասկացա ոնց։ Դա երկրորդ կետն է, որ դու չես հասկանում ոնց ես ուզում արդեն ինքնուրույն այդ ամեն ինչը ստեղծել իր հետ միասին։ Բայց ամենակարևորը դա հանգստությունն էր, որը որ ես ունեի իր հետ։ Միակ մարդն է եղել իմ կյանքում, ում հետ ես չեմ կռվել։ Միակ մարդն է եղել, ում կողքին ես ինձ զգացել եմ հանգիստ, ինքը իմ հանգստությունն է եղել։ Ինքը իմ նիրվանան էր։ Ես ոչ մեկի մեջ այդ հանգստությունը չունեի, իսկ ես այդ հանգստության կարիքը շատ ունեի, որովհետև իմ համար տունը հանգստություն դա մի հատ ընդհանրություն է։ Ես իմ տուն գնում եմ, որ հանգստանամ, փախնեմ աշխարհից։ Ես չեմ կարող կյանքը կիսեմ մի մարդու հետ, ում հետ կունենամ տոքսիկ կամ լարված հարաբերություններ։ Բնականաբար ընտանիք ստեղծելուց հետո այլ է, յուրաքանչյուր ընտանիքում կարան լինեն վեճեր, խոսակցություններ եւ այլն, այդ սա անցնում գնում է, դա շատ նորմալ է։ Բայց հարգանք եւ սեր շատ վեճեր լուծվում է։ Երբ որ կռվում ես, նաեւ հետո բարիշում ես, դա ընտանիքի նորմալ ընթացքն է, բայց միջև ամուսնանալը դու պետք է այդ մարդու կողքին քեզ զգաս հանգիստ։ Մարդկա փնտրում է հակառակ, փոթորիկ։ Ես փնտրում էի հանգստություն, ու այդ հանգստությունը, որ ես ունեի իմ ամուսնու կողքին, ես ոչ մեկի կողքին չեմ ունեցել երբեք, ինքը իմ տունն էր, իմ հանգիստ վայրն էր, որտեղ ինքն էր, այնտեղ ես լավ էի զգում, ու ամենակարևորը այն էր, որ ինքը ինձ լրացնում էր։ Մենք միասին ենք մտածում, մենք միասին ենք քայլում, ինքը իմ ամենամոտ ընկերն էր։ Մենք առանց իրար ոչ մի օր առանձին չենք ունեցել։ Այս պայն ինքը իմ կողքին չի զուտ, որտեվ ինքը պետքա մեր բալիկի կողքին լինի, որ ես այսօր գայ ոդկասթի։ Թե չէ մենք ամենտեղ գնում ենք միասին, մենք իրարից երբեք չենք օգնում, մենք միասին ենք անում ամեն բան, գնումներ, աշխատանք, զվարճանում ենք միասին, ինչ-որ օրինակ ակումբ գնալուց։ Մենք միասին ենք սիրում կիսել մեր առօրյան, ունենք մեր հետաքրքիր ավանդույթները, հա, այսօր տանն ենք, արի մի հատ միասին ստեղծենք ինչ-որ X երեկո, օրինակ, այսօր անում ենք միջերկրական երեկո։ Ուտեստները, այդ տիպի խմիչքները, հագուստները, չէ, այդ ֆիլմ, մուդ, այդ ամեն ինչը, այդ մարդկանց տեսակը, որ կարող են իրար լրացնել։ Այդ շատ դժվար է գտնելը, բայց ես սրտանց մաղթում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ դիտողները նայում են, ասում են մենք էլ ենք ուզում նման, այսպես ասած, հասկացված հարաբերություններ, որովհետև իրականում գիտես ամեն բան ասում է դա մնում հիմք ու հա ամենակարևորը նաև իմ ամուսինը միակ տղամարդն էր այս աշխարհում, որ կարողացավ այնպես անի, որ իմ սիրտը տեղից դուրս գա հասնի ես իմ ուժ։ Ես հասկացա, որ ես սիրարվել եմ, որովհետև իմ սիրտն այնց ուժեղ էր իրան տեսնելուց խփում, որ ես թվում էր բոլորը դա լսում են։ Դա շատ բացառություն է իմ դեպքում։ Ես նաև համ գերեմոցիոնալ եմ, համ շատ ռեալիստ եմ։ Միջև դա չլիներ, ես չէի ամուսնանա երբեք։ Իսկ ինքը դա կարողացավ անել, դրա համար ուզում եմ յուրաքանչյուր աղջիկ միջև այո չզգաք այդ սրտի դպդպոց այդ հանգստությունը, այդ հասկացողությունը մի կազմեք ընտանիք, որտեղ այդ ընտանիքները փլուզվում են վաղ թե ուշ։ Իսկ քո համար հարաբերություններ, խոսացիր հարաբերության լավ կողմերի մասին։ Իսկ հարաբերությունների մեջ, այսպես ասած, red flag-երը որոնք են մի քանի որ ունեք անընդունելի են։ Յուրաքանչյուր red flag
Կարա փոխվի, եթե դա մարդու բնավորության գիծ չէ, եթե դա սովորություն է։ Կարծում ես, որ կարա փոխվի։ Սովորությունները փոխվում են։ Ես իմ բոլոր սովորությունները փոխել եմ հանուն իմ ընտանիքի, իմ ամուսինը բավականին շատ սովորություններ փոխել է հանուն ինձ։ Ինձ համար red flag-ը միշտ հանդիսացել է խաբելը։ Դա լինում է փոխել չի դա լինում։ բնավորություն է։ Խաղամոլություն, Կախվածություններ, այո, վատ սովորություններն էլ անգամ, օրինակ ագրեսիան օրինակ վատ սովորություն չի։ Այդ ագրեսիան էլ ինչ որ բանն է, ես միշտ հասկացել եմ մի բան, որ մարդու հետ կարա զրույց ամեն բան ստեղծես, զուտ պետք է իրանք իրար գտնեն։ Մենք շատ օրինակ շատ բաներ ենք հաղթարել միասին, շատ բաների միջով ենք անցել միասին, բայց մենք ամեն բան հաղթարել ենք։ Այսինքն չկա անհնար բան, կա ուզում եմ, կա չեմ ուզում։ Կամ քիչ եմ ուզում։ Կամ քիչ եմ ուզում։ Ու ամենակարևորը վերջը ընտրում ես ինչ-որ մարդու, դու պիտի բացի իր լավ կողմերից տեսնես վատ կողմերը, այդ դիմակը վաղ թե ուշ պատրվում է։ Ու սիրես այդ մարդուն ուղղակի այնպեսին անպայմանական սիրով։ Հա, եղել է շրջանույս, որ ես ասել եմ արի պիտի գնանք մի հատ հոկեբանի մոտ։ Շատ խնդալու էր այդ շրջանը։ Բայց այդ հոկեբանը քեզ էր պետք թե էր։ Ամուսինս, ասենք, մեկը սենց էր եղել։ Իր համար դա շատ տարօրինակ էր, բայց օքեյ ասեց, եթե դու ուզում ես, արի գնանք, որովհետև ես ու եթե ուզում եմ, ուրեմն ինքը օքեյ իմ հետ դա կիսի։ Ու գնացինք, որ հասկանանք ինչ խնդիր կա, որ կարելի է օրինակ լուծել։ Հոկեբան իհարկե մեր ընկերուհին է, ու ինքը իր համար հետաքրքիր էր նաև ամեն ամուսին չի որ կհամաձայնվի նման բանի, կասկածի չկացին գիժես դու։ Ինչ ես խոսում։ Իմ ամուսինը, ասում եմ, ռուսերեն մի հատ ասացված կա, я за тобой за любой кипиш, մենք այդպեսին ենք։ Հիմա օրինակ չունենք տենց մտքեր, բայց երբ որ դու դեռ ընտանիք չես կազմում, դու այսինքն ուզում ես փորձարկումներ անես, տեսնես բան, միջև ուր կարա այդ լիմիտը հասնի։ Դրա համար մենք ամեն բան փորձել ենք, որ հասկանանք խնդիրները կարա լուծվի, այս խնդիրը խնդիր չի, կարող է խնդիրի մեջ է, խնդիրը քո մեջ է, բայց մենք հասկացել ենք, որ գիտես ամեն բան խոսալու մեջ է։ Նա բիրիգու եք լուծել, ծովի ափին եք լուծել, ոչ թե խորասուզվել եք հետո։ Մեր հասարակությունը զուտ սիրում ասեն ստանդարտներ դնել, քառակուսիներ, ես սա չեմ անում, որովհետև չկա տենց բան։ Չկա ընտանիքում մարդիկ կարող են խոսել, գտնեն ընդհանուր եզր, եթե այդ մարդիկ հասուն մարդիկ են, հասկացող մարդիկ են ու գրագետ մարդիկ են։ Ծեծ ու ջարդ բան, այդ իմ համար օրինակ դա աբսուրդի ժանրից է, բայց ասում եմ շրջաններ կա, որ շատ դժվար հաղթահարել ենք, օրինակ երեխայի ծնունդը։ Իմ մոտ դե ստրեսներ էր, դեպրեսիաներ էր, հորմոնալ ժամանակ էր խանգարումներ հոգեբանի կարիքը։ Չէ, այդ մինչև ժամանակ ամուսնությունը։ մինչ ամուսնությունն էր, որ ես միշտ սիրել եմ գնալ հոգեբանի մոտ, որովհետև ինձ համար պետք է եղել միշտ լինի ինչ-որ կետ, որտեղ որ ես կարամ գնամ դատարկվեմ, որ ավելի պրոդուկտիվ հոգեբանը դառնամ։ վճարովի ընկերն է։ Այո, այդ ես երգչուհի եմ, ես արտիստ եմ, ես էմոցիոնալ մարդ եմ, ես պիտի այդ էմոցիաները դատարկեմ, թե չէ ես խեղդվեմ այդ էմոցիաների տեղատարափից, որովհետև գցում ես մեջ, հետո չես կարողանում հանես դուրս ու դառնում ես ուրիշ մարդ։ Դրա համար հոգեբանը միշտ օգնում է, դա նորմալ է, հոգեբանը հոգեբուժ չի։ Հոգեբանը, այո, վճարովի ընկեր։ Դրա համար իմ համար այդ հոգեբանական ծառայությունները շատ նորմալ են ու շատ ընդունելի են ու շատ կարևոր են։ Ասեմ ավելի, ես նույնիսկ եթե խնդիր չունեմ, տարին մի անգամ պիտի անպայման հոգեբանից մոտ գնամ, դատարկվեմ, որովհետև ես տանը ուզում եմ լինեմ adekvat։ Իսկ դրա համար պետք է դատարկվել մի քիչ էմոցիաներից, հանգստանալ, արտաքին աշխարհի բացասական ազդեցությունը շատ է մարդու կյանքում ու դա նորմալ է։ Մի խոսքով, մեր խնդիրները հիմնական եղել են երեխայի ծնվելուց առաջ եւ հետո, որովհետեւ նոր ստեղծված ընտանիք ամեն դեպքում 3 տարի պետքա այդ փուլերը անցնի, ես միշտ այդպես եմ։ Այո, համարում, որ մարդիկ իրար ճանաչում են, հատկապես երբ որ արագ է այդ ամբողջ process-ը եղել, ու ինձ մոտ շատ ուժեղ հորմոնալ խանգարումներ էր, ես ստրես էի տանում ամեն ինչ, ես շատ ծանր էի տանում, ես միչև որես ամուսնուս ասում եմ հալալա քո համբերությանը, որ դու ինձ այդքան դիմացել ես, որովհետև իրոք ես հիմա հետ եմ նայում, շատ անհնարին եմ եղել։ Ինքը շատ համբերատար, ինձ շատ սիրելով, ստրես էր իր մոտել։ Մարդը գժվում այդ ամեն ինչից վերջը, բայց ինքը ամեն ինչին դիմացավ ու ես ամեն Աստծո շնորհակալ եմ Աստծուն իրան ունենալու համար։ Միշտ ասում եմ Երան ինձ, որ ունեմ քեզ, որովհետև դու
իմ համար կատարյալ ընկեր ես։ Շատ լավ, իսկ հիշես ձեր համատեղ ամենահետաքրքիր ճանապարհորդությունը որ երկիրն էր։ Ես անսահման սիրել եմ ճամփորդելուց նույն մեր միասին ճամփորդությունների մեջ ամենահավեսներից մեկը եղել է Ֆրանսիայի Կանում ճամփորդելը։ Մենք ունեցել ենք ընդամենը 2-3 օր, բայց դարձել է իմ ֆավորիտ քաղաքը եւս ես որոշել եմ որ սրանից հետո եթե ինձ պետք լինի ինչ-որ ակտիվ քաղաք, բայց հանգստություն գտնել, պետք է ես գնամ Կանն։ Այդ կողմերը մի քիչ շատ ուրիշ ֆրանսիական դիզайн, ասենց շունչը ուրիշ ուրիշ Ֆրանսիա է, վայելում ես, հավես է, շատ հավես է իրականում, դրական էմոցիաներ ու վայելել եմ ամեն վայրկյանը։ Մենք միասին վայելել ենք ամեն վայրկյանը։ Ես նույնիսկ մտածում եմ այս տարիքում գնել ինչ որ հետաքրքիր բնակարան կամ առանձնատուն ու ապրել։ Մեծ տարիքում ապրել, որովհետև այնտեղ տատիկներին չես նկատել, ինչքան գեղեցիկ հագուստներով, պրոսեկոյով կամ գինով վայելում են իրենց օրը ու ասում ես վաու։ Չեմ խափի, ես էլ եմ մտածել այդ ուղղությամբ։ Իրար հետ կգնանք սա։ Շատ է, իսկ որ երկիրն է ամենաշատը քո բնավորության հետ համահունչ քո տեմպերամենտին, քանի որ քո ուժը շատ Միացյալ Նահանգներ, այո։ Էլի Լաս Վեգաս։ Ես այնտեղ ես ստացել էի 10 տարվա վիզա, բայց գրեթե 4 տարին չէր ստացվում անընդհատ ինչ պատճառներով գնայի, հետո այնպես ստացվեց, որ որոշեցի, որ գնում ենք ընկերուներից մեկի հետ, գնացինք, այնտեղ ունեմ բավականին մեծ ընկերներ ու մյուս ընկերուհիս էլ մեզ ընդունեց որպես հյուր ու ես սիրարվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու հասկացա, որ այդտեղ վայրեր կա, չէ՞ որ դու ասում ես ես այստեղ պիտի ծնվեի։ Ամերիկան լրիվ իմ հետ այո համահունչ է, որովհետև ես սիրում եմ աշխատել 24 ժամ այդ երկիրը իմ համար է մեծ հնարավորությունների երկիր է, պրակտիկ երկիր, չի։ Չէ, ես սիրել եմ Իրան, ես ինձ գտել եմ այնտեղ, ես ինձ զգում եի ինչպես ձուկը ջրում, ես գիտեմ, որ այնտեղ ապրելուց ես ինձ հանգիստ կզգամ ու գրեթե 3 ամիս անցկացրել եմ այնտեղ, ասեմ, որ այո, ես ինձ շատ հանգիստ էի զգում, ես ինձ զգում էի հանգիստ։ Դե բնականաբար ուր էլ գնամ, միշտ Երևանը շատ ուրիշ ձև է ինձ քաշում, որտեվ իմ քաղաքն է, իմ սրտի քաղաքն է, իմ տունն է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում այո, կապրեի տենց քաղաք, տենց երկրներ քիչ կան։ Դուբայում եմ այդ զգացողությունը ունեցել։ Քաթարում։ Քաթարում չեմ ունեցել։ Չես ունեցել։ Քաթարը իմ համար բիզնես կենտրոն է, աշխարհի բիզնես կենտրոն, բայց օրինակ Դուբայ կապրեի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես կապրեի, ես երբեք չէի հոգնում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանում էլ կապրեի, բայց ասեմ ձեզ, բոլոր տեղերից կարող եմ հոգնել, Ամերիկայից ես չէի հոգնի, ինչի, որովհետև եթե ես ուզեմ գնամ օվկիանոս, ես 40 րոպե կարող եմ քշել մեքենայով գնալ օվկիանոս, սար, այո, ամեն բան կա ու երբեք չես հոգնում հենց ներսում անգամ ճամփորդելուց միշտ կան ինչ որ բացահայտելու բաներ։ Դե հենց շատ ամերիկացիներ, եթե չեմ սխալվում, վիճակագրությունը 70%-ներ, որ Ամերիկայից դուրս չեն էլ ճանապարհորդել։ Հսկայական երկիր է, միշտ տեղ կա գնալու։ Միակ բանը, որ ինձ այնտեղ վանում է, դա այդ ապահովության զգացումի պակասն է, բայց դե եկեք ճիշտ խոսենք, արդեն մեր երկրում էլ ապահով չի։ Ցանկացած երկրում ապահով չի, այո։ Այս տուրբուլենտ աշխարհում։ Շատ լավ, ո՞րն է լինելու քո հաջորդ ճանապարհորդությունը։ Հիմա քանի որ արդեն ունենք բալիկ, մի փոքր բալիկը գնալ մեր մտածելակերպը, եթե երկուսով պետքա ճամփորդենք, եթե մենք հասցնենք Եվրոպայում ինչ որ կարճ ճանապարհորդություններ անել, բնականաբար եվրոպական երկիր կընտրենք, օրինակ, եթե մենք մեր մուլտիվիզան նորից ստանանք, միանշանակ կարող ենք ամուսիններով թռնենք Վենետիկ, սուրճ խմենք 2 օրով եւ վերադառնանք Հայաստան։ Իսկ եթե չհասցնենք երեխայի հետ, ես միայն պլանավորում եմ ծովափնյա, հավանաբար Եգիպտոս, ես շատ եմ եղել այնտեղ, ես սիրում եմ այնտեղ ընտանեկան հանգիստը ու քանի որ ինքը հյուրանոցի ներսում ունես ամեն բան, ինֆրաստրուկտուրան լավ է։ Այո, ճիշտ հանգստի համար բալիկի հետ, կարծում եմ, որ եթե մենք ուրիշ երկիր չգնանք, անպայման գարնանը կգնանք Եգիպտոս ընտանիքով հանգստի, որտեղ մտածում եմ, որ բալիկիս 1 տարեկանը ուզում եմ նշել Եգիպտոսում, տեսակ։ Շատ լավ։ Իսկ մեկ էլ վերջի հարցը ես միշտ բոլոր մեր հյուրերին տալիս եմ, ում ես պատկերացնում որպես մեր հաջորդ ոդքասթի հյուր, որ շատ է ճանապարհորդում եւ ասոցացում է քեզ հենց ճանապարհորդությունների հետ։ Ես ինձնից հետո ձեզ մոտ պատկերացնում եմ լուսանկարիչ, բլոգեր Արուսիկին Մարկոսյան, որտեղ ինքն էլ իրանք ընտանիքով միշտ ճամփորդում
թվում է, իրենք սիրում են ճամփորդել եւ ընկերներով, եւ ընտանիքով, ու ես ահավոր շատ սիրում եմ իրենց ճամփորդությունները հետևել, որովհետեւ շատ մանրակրկիտ ու շատ սիրուն ներկայացնում են յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր օր ու ամեն բան ճամփորդությունների հետ կապված։ Շատ լավ, ես կհետևեմ քո խորհրդին։ Կար հաղորդման վերջում ես միշտ բլից հարցեր եմ տալիս մեր հյուրերին, բայց այսօր ես փոխել եմ ֆորմատը։ Մենք այլ կերպ կանենք, հա, բլիցը։ Օրինակ, ես քեզ կտամ երկրների անուններ, դու կարճ կերքես, թե այդ երկիրը որ երկի հետ է քեզ ասոցացնում։ Okay, գնացինք։ Շատ լավ, հեշտ երկից եմ սկսում։ Իտալիա։ Bella ciao։ Bella Bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao։ Շատ լավ, Պորտուգալիա։ Օլե, 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 օլե։ Մի տեսակի մոտ ֆուտբոլի հետ է Շատ լավ, Կուբա։ You make me a little crazy, loca, loca, loca։ Մի տեսակ sense vibe եմ զգում Կուբայի։ Ֆրանսիա, Կանն։ Una vida amor։ Հունաստան։ Να τυχαίρεσαι την καινούργια σου αγάπη։ Ճապոնիա։ Ճապոնիան երկի հետ չեմ ասոցացնում, բայց միշտ կարատեի հետ եմ ասոցացնում։ Եկեք պատկերացնենք կարատեն։ Սենց, հա։ Երկի հետ կապ չունի։ Մարոկոն։ Քանի որ ես արաբերեն չեմ կարող երկեմ, ասենք Երաժշտությունը։ պատկերացնենք Հաբիբին, հա։ Տարարատատիրարիրարանդամ։ Եվ վերջում Հայաստան։ Կարմիր կապույտ տիրանագույն։ Շատ լավ, սուպեր էր ուղղակի։ Դու այս փորձությունն էլ հաղթարեցիր, բարդ էր։ Ասում եմ, ինքն ոչինչ էս չի, բայց ուսում հաղթարեցի, այո։ Կար, անչափ շնորհակալ եմ, որ դու այսօր մեր հյուրն էիր եւ վերջում մի փոքր խորհուրդ կարճ այն աղջիկներին, որոնք ոչ միայն իրենց կարիերան բեմում են փորձում սկսվել, այլ ցանկացած ասպարեզում կարճ խորհուրդ։ Ոչինչ հեշտ չի, բայց ամեն բան հնարավոր է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, որ այս ճամփորդական զրույցի ժամանակ մեզ հետ եք։ Իսկ հիմա կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, քանի որ ունենալու ենք նույնքան հետաքրքիր հյուրեր։ Իսկ վերջում եկել եմ ձեզ հիշեցնել, որ այն գումարը, որ դուք ծախսում եք ձեր ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց ձեզ։